Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքում։ Եթե դիտում եք մեզ, դա նշանակում է ձեր հեռուստաէկրաններին այս պահին ժամը 22:45 րոպե։ Ձեզ հետ ես Արթուրս եմ եւ քիչ անց այստեղ կժամանի Արամ Ավետիսյանը։ Մենք հիմա գտնվում ենք Թումանյան 8 հասցեում, որը կառավարության որոշմամբ 2002 թվականի հունիսի նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք N783 որոշմամբ շենքը օտարվեց 2 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով մասնավոր ընկերության օտարվեց այս շենքը եւ հիմա գտնվում է պրեմիում դասի բիզնես համալիր եւ շենքում տեղակայված են տարբեր պետական եւ մասնավոր կառույցներ։ Այս շենքի հետ համատեղ նաեւ օտարվեց Թումանյան 5 հասցեում գտնվող շենքը։ Եվ սիրելի հայրենակիցներ, ահա այս պահին ձեր էկրաններին տեսնում եք մոտեցավ Քաղաքագետ Արամ Ավետիսյանի մեքենան եւ հիմա մոտենանք նրան եւ փորձենք ավելի մանրամասներ նրանից իմանալ։ Ողջույն Արամ, ողջունում ենք քեզ։ Արամ, մենք հիմա գտնվում ենք Թումանյան 8 հասցեում։ Այս տարածքը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապ ունի, բավական մեծ կապ ունի 2002 թվականից այս կապը ի հայտ եկել, կխնդրեմ մանրամասներ ներկայացնես, այս շենքը ինչպես է փոխկապակցված Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ողջույն Արթուր, նաև ողջունում եմ մեր սիրելի հայրենակիցներին։ Ես նշեմ, որ մենք հետաքրքրվեցինք Երևանի են հին տղերքից Թուման փողոցի, որոնք ստեղ ապրել են ու երբ փողոց էին դուրս գալիս ժամանակին ուղղակի Ռոբերտ Քոչարյանը, չգիտես, պոլիտեխնիկի այդպես բուֆետներում ինչով էր զբաղված, անգամ իրավունք չուներ Երևանի կենտրոնում այդ տղերքին ձեռով բարև տար, բայց ինչա տեղի ունեցել, տեսեք, ուրեմն պարզվում է, որ սա դեռ սովետական միության տարիներին, սովետական Հայաստանի տարիներին, երբ Արցախից այդպես մազապուրծ է եղել, որպեսզի ստեղ կրթություն ստանա, հերական ինչ-որ պոլիտեխնիկա ավարտը եւ նշեմ, որ անգամ իր գրքում իր ֆակուլտետն է սխալ նշել, նման ֆակուլտետ չի եղել։ Այդ ինչ-որ մի կյանք եւ ազատություն մի հատ հեքիաթ է գրել։ Ուրեմն ինչա տեղի ունեցել, այդ բոմժը Թումանի հենց այս հասցեում այդ տարիներին ուսանող ժամանակահատվածում ինչ-որ բարեկամի տանն է մնացել, թե վարձով այդպիսի մի իրավիճակ է եղել եւ սա այս բակը, այս ամեն ինչը տպավորվել է Քոչարյան Ռոբերտի այդպես սրտում, որպես սովածություն ժամանակին եւ մարդ, որը որ հայությունն ու հայկականությունը ընդհանրապես ատում է եւ ինչ արել, երբ արդեն 1998 թվականին նշանակվեց վարչապետ, այնուհետեւ հոկտեմբերի 28-ից հետո ընդհանրապես զավթեց Հայաստանի Հանրապետության իշխանությունը, նա հիշեց իր մանկության այդպես վերքերը, այդ դառը մանկությունը, որ բոմժի կարգավիճակում է եղել եւ ուղղակի այս տարածքը ամբողջովին զավթեց։ Մենք նշենք, որ սա ինչ որ իր այդ փոխկապակցած ինչ որ Ղարաբաղցու անունով է եւ ես կխնդրեմ նաեւ Արթուր, մենք
մի փոքր առաջանանք, ես ցույց տամ, թե ինչ պլաններ ունի Ռոբերտ Քոչարյանը Երևանի կենտրոնի հետ կապված, նա չի բավարարվել Հյուսային պողոտա այդպես մարդկանց շպրտելով, Հյուսային պողոտան զավթելով, նա ուղղակի Արտուր Երևանում ասում եմ, սրանք ինչ տեսել են, այն ծծող ворթեր կան, ծծողի պես վրա են տվել, մի քառակուսի տեսել են ու վերջ։ Ուրեմն ինչա կատարվում, ստեղ պարզվում է, որ կատլավան են փորը ժամանակին, որ այդպես բարձրարկ շենք կառուցեն։ Երևի ինքնու իր բիջը, սեթրակ են, որ գործարարը, բիզնեսմեն այն չընթրնոն Ղարաբաղցի։ Ուրեմն հենց հիմա մենք ցույց տանք մեր սիրելի հայրենակիցներին, որ նաև մեր անօթաչու թռչող սարքը եւս ֆիքսել է, խնդրեմ, ստեղ քանդել են, որպեսզի բարձրահարկ շենք կառուցեն, այդպես, քանի որ շատ թանկ գույքը շատ թանկ արժի Երևանի կենտրոնում, եւ սա ինչ է արել, սա որ ասում է իր գրքում հող գրավող եմ, ինքը Արցախը նկատի չունի, ինքը նկատի ունի Երևանի կենտրոնը, ինքը այն բենզինի սերժիկը, այն ձմերուկի ավտոքշող է, սա աշիկը ինչ որ ստեր մնում, նկարել ենք դրա տուն ու տեղը, այդ պազի նախկին վարորդի, որը որ Իսպանիա է թռե, Ալիկանտե, այնտեղ է գույք գնե, ուրեմն խնդրեմ սիրելի հայրենակիցներ, այս ամբողջությամբ այս նախկին, եթե չեմ սխալվում, սա Ռենտգեն ինստիտուտի շենքն է, եւ այս հայ թշնամիները, այսպես նշեմ, ուղղակի զավթել են ամեն քառակուսին Երևանի կենտրոնի։ Հիմա հարց է առաջանում պարոն Ռոբերտ Քոչարյան եւ Լևոնիկ Լոխ, բա գնացեք Ստեփանակերտում էլիտար շենքեր կառուցեք, Ստեփանակերտի կենտրոնում գործունեություն ծավալեք, բայց ինչա տեղի ունեցել Արտուր։ Ուրեմն պարզվում է, որ Ղարաբաղում Ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանը իր հորական տնից բացի ուրիշ գույք չունի։ Անգամ հորական տունը ռեմոնտ չի արել։ Ինձ Ստեփանակերտի մեր բնակիչները պատմեցին, ներկայացրեցին, որ այս կեղտը Արցախից հերիք չի կարել հանել Հունաստան, մտել եկել է Հայաստանում է նույն գործունեությունը ծավալել։ Եվ մենք սա գույքագրենք, որովհետև մենք զբաղվում ենք այսօր գույքագրմամբ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետքա այս գույքերը, այդ նախկին թաղանը պետքա դառնա ծերանոց, մանկատուն, մենք կօգնենք Նիկոլ Փաշինյանին այդ հարցում, թող այդ գույքագրման գործընթացը, այդ կադաստրային այդպես արժեք որոշելը մենք վերցնում ենք մեզ վրա, նաև մոտ օրս կնկարահանենք այդ Եռաբլուրում են Վաչո Մաչո Զիբիլիվրի Սերժի ճտեր կան, Քոչարյանի հետ էլի փոխկապակցված, որ Եռաբլուրի հողերն են սեփականաշնորհը, ինչ որ այնտեղ մեծ կառույցներ ունեն, այնտեղ էլ Մայրապետյանի հետ է այն Իբիս հյուրանոցի սեփականատիրոջ էլի օրթախա Քոչարյան Ռոբերտը, ուրեմն մենք ներկայացնում ենք մեր սիրելի ժողովրդին, որպեսզի մեր հայ ժողովուրդը տեսնի, քանի որ վերջին ընտրություններին մենք մեր նաև գործունեության շնորհիվ 2026 թվականին նա բավականին քիչ ձայն հավաքեց Ռոբերտ Քոչարյանը Աբդուլ Համիդի քութիկների հետ միասին, բայց ամեն դեպքում մոտավորապես 9-10% ձայն է հավաքել եւ ես շատ մեծ ցավ եմ ապրում, որ Հայաստանի Հանրապետությունում դեռ մոտավորապես մի 80-100 հազար մենք քաղաքացի ունենք մոլորված, ուղղակի եւ երևի այդ Ստոկգոլմյան սինդրոմը արտնացել մոտներ են, որ զոհը սկսում է ինչ որ էմպաթիա կամ սիմպաթիա այդպես ձեռք բերել այդ իրեն բնության ենթարկողի անձի շուրջ, երևի այդ կոնտեքստում են գնացել Արցախից մազապուրց եղած հորական շիները Ալիևին նվեր տված Քոչարյան Ռոբերտին ընտրել, բայց մենք կշտկենք այդ 9-10%-ը մյուս ընտրությունին պետքա դառնա 0.1%, եւ նորից եմ նշում, սիրելի հայրենակիցներ, սա է ողջ պերճանքն ու թշվառությունն այդ Ղարաբաղյան էլիտայի, Ղարաբաղյան կլանի, եւ ես նշեմ, սա երևի Լևոն Քոչարյանի օժիտն է։ Երևի որ Սիուշոն վզից բռնել էր պետք տաներ տուն այդպես սրան կթեր, Քոչարյանը այդպես օժիտ է դզե իր աղջկա համար, որտեղ նրանց տունը տղա չկա, նրանք աղջիկ երգեն եւ անկախ ամեն ինչից սրանք պետքա բոմժ դառնան։ Այլ ընտրանք չկա։ Եթե սրանք բոմժ չդարձան, ուրեմն մենք չգիտեմ, սխալ ենք ապրել կամ Հայաստանում անելիք չունենք, բայց ես նշեմ, որ սիրելի հայրենակիցներ, մենք հենց ձեր օգնությամբ, ձեր միջոցով սրանց ուղղակի ունեզրկելու ենք, սարքելու ենք բոմժ, գցենք քուչեքը, որ հելնեն թափառեն անտեր շամպես։ Սա է, նորից եւս մեկ անգամ խնդրում եմ Արտուր ֆիքսենք եւ մենք
արդեն անցել ենք Երևանի կենտրոնին, ֆիքսելու ենք սրանց Երևանի կենտրոնի այդ հյուսային պողոտայից սկսած, մինչև որ հյուրանոցներ, ասում եմ, այն կոնվերս բանկի շենքը, այդ կառավարության կողքի, այդ Էրեբունի պլազա, այդ էլիտար Պյացցա Գրանդայի շենքը, Վազգեն Սարգսյան փողոցի կոնգրես հյուրանոցը եւ մենք պետք է ներկայացնենք, որ մեր ժողովուրդը տեսնի։ Սրա ինչն եք գնում դուք ընտրում ժողովուրդ։ 30-40 տարի աշխատեց ծառայ այս երկրի համար արուն եք թափել, մի հատ բուդկա չունեք Երևանի կենտրոնում։ Ղարաբաղի եսին որ Չոլի գյուղից չընթրլո հալով իրանց եկել են, մեզ այսօրն են գցե։ Դի սրանք մենք թողենք սրանք մարսեն։ Նման բան չի լինելու։ Պատասխանատվություն են ենթարկվելու եւ նորից եմ նշում, սրանք արդեն խրխրում են, գիտեն իրանց ինչա սպասվում եւ ուղղակի չեմ նախանձում Ռոբերտ Քոչարյանին եւ իր այդ լնգու լավազին, այսպես նշեմ։ Արամ 2002 թվականին Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին, ուրեմն հունիս ամսին հենց կառավարության որոշմամբ այդ ժամանակ վարչապետը Անդրանիկ Մարգարյանն է եղել եւ կառավարության N783 որոշման համաձայն Թումանյան 8 շենքը եւ Թումանյան 5 հասցեները օտարվել է ընդամենը $2 միլիոն համարժեք դրամով։ Նման գործարք է տեղի ունեցել փաստորեն եւ հիմա դատախազությունը հենց Քոչարյանների ընտանիքից Երևանի կենտրոնում միայն պահանջում է հենց 20-ից ավել գույք, պատկերացնում ես։ Ես նշեմ, որ Արտուր, այդ 20-ից ավել գույքը չի, ավելի շատ սրանք ունեն, ուղղակի չգիտեմ, քերու աղջկա Բաջանյանի հորողբոր Թորան անունով է երևի գրանցը։ Ես նշեմ, որ ավել է այդ գույքերը, պետքա դա բացահայտվի, ինչ վերաբերում է Անդրանիկ Մարգարյանի նախկին լուսահոգի վարչապետին, պարոն Անդրանիկ Մարգարյանը գիտենք, որ դա ճնշումների ներքո է այդ որոշումը կայացել, մեր կարծիքով ես նշեմ, որ Ռոբերտ Քոչարյանն է ստիպել նրան, բայց դա չի ազատում նրան պատասխանատվությունից։ Ես նշեմ, որ պետքա այդ կապ չունի, որ նրանք արդեն մեր հետ չեն, լքել են կյանքը, այդ բոլոր նախկին չինովնիկների նկատմամբ պետքա հարուցվի քրեական գործ եւ Տաուն Մարգարյանը, որը հանդիսանում է Անդրանիկ Մարգարյանի որդին եւ բդեշխի կարգավիճակում է եղել Երևանում, դա պետքա նաեւ գնահատվի եւ Տաուն Մարգարյանը աղքատ չի, բավականաչափ գույք ունի, թոբերի մուծվի պետական բյուջե, Հայաստանի Հանրապետության բյուջե եւ նորից եմ նշում, սա շարունակական process է, դուք տեղ չունեք փախնելու, հայ ժողովուրդը ձեզ չի ներելու եւ հույս չունենաք։ Մենք գիտենք, որ այս պայությամբ Ռոբերտ Քոչարյանի այդպես արգելք է դրված, նա չի կարա այլևս Հայաստանի Հանրապետությունից բացակայի գնա Էգեյան ծովում իր հանգիստը նշի այդպես Հունաստանի համար իր գրքում էլ է գրել, չէ՞ որ ինչ տպավորված էր 90-ականներին առաջ անգամ Գեղացին Հունաստան էր գնացել, սիրելի հայրենակիցներ, Գեղացի նկատի չունեմ մեր գյուղացիների այդ սխալ չընկալեք, այլ հենց գավառական այդ քրչին նկատի ունեմ, հենց այդ գլոբալ այդպես գավառականությունը, երբ որ ասում եմ Գեղացի, եւ եւս մեկ անգամ կրկնվեմ, որ այս process-ը անբեկանելի է եւ այլընտրանք չկա։ Ռոբերտ Քոչարյան, դու տարբերակ չունես։ Ես քեզ խորհուրդ կտամ, քանի որ Էգեյան ծովում չես կարում հանգիստ այդ վայելես, թողմաղ գյոլում կարաս գնաս գցվես, ընդ հետաքրքիր հանգիստ կարաս վայելես, հանգստանաս։ Դու չես պատկերացնում ոչ միայն քո հետ, այն քո ընտանիքի անդամների, որոնց անունով ապօրինի գույք կա, իրանց հետ ինչ առնելու։ Իսկ քո կինը Բելա Քոչարյանը, որ ինչ-որ հուզիչ տեսանյութեր է հրապարակում, մունք, հայ մայրերին է դիմում, բա հայ մայրերին բեր մի երկու ցենտ շենք նվեր դու, տիկին Բելա, այն որ բացահայտենք, չէ՞ քրոջ բիջը, որ մարդ զինվորին նոր զորացրված Ստեփանակերտում այդ Լեպեստոկի որդուն սպանել են, այդ հաղորդումներ են կարել, սրանք էդ են, սրանք հայի արուն ծծողներ են, իրանց ընտանիքով հանդերձ, ու վերջացել է այդ կինոն ավարտվել է, տիկին Ռոբերտ, գնա յուբկա հագի։ Արամ եւ մինչ դու ժամանում ես այս բարձրարկ շենքի բնակիչները մեզ հայտնեցին, որ այնտեղ խնդրեմ մեր օպերատորն է ցույց տա եւ դրոնով ենք ֆիքսել, ուրեմն շինություն կա եւ այդ շինության պատը վնասվել է հենց այս կատլավանը փորելու հաշվին։ Այսինքն եւ քաղաքացուն վնաս են պատճառել նաեւ նյութական։ Արտուր, տեսեք, բնականաբար մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ այս մարդիկ
հայ ժողովրդին են տարի Գյուլի բերան կոտոր է։ Մեր երեխաներն են Արցախում տարի իրանց թաղանի համար 30 տարի ինչ իրավիճակ ա եղել։ Խնդրեմ, ֆիքսեք Լեոնիդ Ազգալյանին ֆիքսեք։ Այս մարդը ինչի համար է զոհվել։ Քոչյան Ռոբերտ, այս մարդը Երևանցի տղա գնացել իր կյանքը տվել է հանուն հայրենիքի, հանուն քո հայրենիքի Արցախի, որ դու գաս Թումանը գրավես, Աբովյան փողոցը գրավես։ Սա է Հյուսային պողոտան։ Բա գնայք արա այդ 44 օրի ժամանակ կռվեիք։ Տղա այդ գնաց է կապիկի պես բան էր անում, այդ նկարվում փախնում հետ էր գալի։ Այդ թռածներ։ Ուսանք ստենդը ինչ որ պատերի տակ գոռում էին, բա մեր ընտանիքի անդամներին է բան ասում, ընտանիք է մտնում։ Ես ընտանիք չեմ մտնում։ Ես մեղավոր չեմ, որ Սիյուշայի անունով ԱՊՕ-ի ծագման գույք կա, որ լոխն էլ մարդն էլ հելնում է ասում է կինս 7 տարեկանից երգել է։ Լուրջ ես ասում։ Կաղա ուրիշ բան արի 7 տարեկանից, այ չընթրլո։ Լսած նայի։ Մեր քաղաքում դի թողենք սրանք այս օթը շնչեն։ Հելեք սիկտի եկեք ձեր Ղարաբաղը արա։ Գնացեք ընդ շինարարություն արեք, էլիտար, չգիտեմ, նավթամուղեր կառուցեք, էլիտար բիզնես կենտրոններ կառուցեք։ Մեր երկրում դուք իրավունք չունեք մեր օթը շնչեք։ Ու ես ֆիքսեցինք մենք այս խեղճ մարկանցին են եկեք քանդել վնաս տվել։ Սրանք ասում հայ արուն խմող են, այդ պատը ինչա որ չքանդեն 2 կոպեկի համար։ Հոր շիրիմը Ալիևին ծախեց։ Մատ Սուդանում հանքի, Աֆրիկայում 2 հատ բրիլյանտի հանքի համար ինքնասիություն նամուս թասիբի իր ծախեց Արտուր։ Այս Ղարաբաղցի քրչը։ Ուրեմն Երևանում էլ տղա չկա, որ պետք է այս Ղարաբաղցիք այդ էլիտա կոչվածը գանցտե ու զավթեն։ Սխալ եք հասկացել դուք։ Կինոն ավարտվել է։ Տիկին Օգանովսկի, Տիկին Ռոբերտ, Տիկին Սաշիկ։ Խորհուրդ կտամ գնաք Շանելի յուբկա հագնեք, կսազի ձեզ։ Դե ինչ արամ, շնորհակալություն քեզ։ Սիրելի հայրենակիցներ, իսկ դուք բաժանորդագրվեք Քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը։